Ես պետությունն այդ թակարդից դուրս եմ բերել, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղյան շարժման 44-օրյա պատերազմի ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական մի շարք հարցերի։ Վարչապետը հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը Հայաստանը տարել էր փակուղի, իսկ հրապարակված բանակցային փաթեթներն ըստ նրա ցույց են տալիս, որ տարիներ շարունակ հանրությանը չեն ներկայացվել բոլոր իրողությունները։ Ղարաբաղի շարժումով մենք մտել ենք միտեղ, որից ելք չկա, եւ նախորդող ողջ շրջանը 94 թվականից հետո եղել է այս կամ այն պատրվակով պատերազմը հետաձգելու մասին։ Հասկանում եք, պատերազմը հետաձգելու մասին, ընդ որում պատերազմի գերակտիվ փուլը հետաձգելու մասին, որովհետև պատերազմը ոչ մի տարի չի հետաձգվել։ Ես նախորդ օրը էլ եմ ասում, մեր ընկալման մեջ այդ կա ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, այդպես չի։ Մենք չենք ունեցել ոչ պատերազմ եւ ոչ խաղաղություն։ Մենք ունեցել ենք պատերազմ տարբեր ինտենսիվությամբ։ Որովհետև հիմա եթե կա անհրաժեշտություն, այսինքն ես նախորդ օրը ոնց որ ամբողջ ցանկը հրապարակեցի, թե որ թվին ինչքան զոհ է եղել։ Այսինքն դա եղել է անընդհատ պատերազմ, Եվ այն որ այլևս պատերազմի պայթյունը հնարավոր չի հետաձգել, ինքը Սերժ Սարգսյանն է հայտարարել 2018 թվականի ապրիլի չեմ էլ հիշում 17-ին թե քանիսին ազգային ժողովի անդոնից։ Փաշինյանն արձագանքել է նաև ընդդիմության հարկային բեռի վերաբերյալ քննադատություններին, հայտարարելով, թե նախկինում իշխանության եկած քաղաքական ուժերը սովոր էին գործել հարկերից խուսափելու եւ կոռուպցիոն մեխանիզմներով մրցակիցներին դուրս մղելու պայմաններում։ Մեր կառավարման շրջանում է ձևավորվել միկրոբիզնեսի համակարգը, երբ որ ամենափոքր բիզնեսների համար ստեղծվել են հատուկ պայմաններ, եւ մեր քաղաքականությունն է, որ մենք խթանենք, որպեսզի բիզնեսները ոչ թե լինեն գնալով պակաս հաջողակ, այլ ավելի հաջողակ, եւ մենք առաջիկայում իհարկե տեսնում ենք հնարավորություն միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու։ Հիմա 24 միլիոն դրամ է եւ ակնհայտ է, որ 24 միլիոնի դրամը շեմը այդ թվում գնաճային երևույթների պատճառով հասկանալի այլևս արդիական չէ եւ մենք մտածում ենք միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու, որպեսզի նրանք, ովքեր փոքր են, իրոք աշխատեն հատուկ պայմաններում, իսկ մյուսները հնարավորություն չունենան փոքրի անվան ներքո խուսափել հարկերից։ Անդրադառնալով հապկին, վարչապետը նշել է, որ իշխանության նախընտրական ծրագրով կառույցում աշխատանքներն ակտիվացնելու կամ անդամակցությունը ապահովասարեցնելու քայլեր նախատեսված չեն։ Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ Հայաստանը կարող է վերջնական որոշում կայացնել, ելնելով իրավիճակից, սակայն ընդգծել է, որ ներկայում խոսքը վերաբերում է ոչ թե ապահովասարեցմանը, այլ հարաբերությունների հետագա ընթացքին։ Մենք դե յուրե եւ վերջնականորեն դուրս կգանք հապկից, թե դուրս չենք գա, այդ ուրիշ խոսակցություն է, ես չեմ կարող ասել։ Եվ հետեւաբար կգործենք ըստ իրավիճակի։ Անդրադառնալով Երևանի խցանումներին եւ ճանապարհային խնդիրներին, վարչապետը նշել է, որ աշխարհում չկա անսահմանափակ տարողունակությամբ քաղաք եւ Երևանը նույնպես ունի մեքենաների հոսքի բնական սահմաններ։ Նա հայտնել է, որ ձևավորվել է աշխատանքային խումբ, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջ դրվել է ասֆալտապատման հրատապ խնդիրները հնարավորինս արագ լուծելու հարցը։ Փաշինյանը նաեւ դժգոհել է թե Երևանի, թե Գյումրիի նախկին ու ներկա համայնքային կառավարման արդյունավետությունից, նշելով, որ կառավարությունը ստիպված է լրացուցիչ ներգրավվել այդ խնդիրների լուծմանը։ Երևանի նախկին քաղաքապետը եւ Գյումրիի համայնքների ղեկավարները գործել են բացահայտ կամ ոչ բացահայտ կառավարության դեմ, փոխանակ կառավարության ծրագրերից օգտվել եւ կառավարության տված ֆինանսավորումը ճիշտ նպատակների օգտագործեն, ես իմ ինչի համար են օգտագործել։ Եվ մենք հիմա պետք է դրա պատասխանատվություն էլի կրենք եւ կկրենք։ Խոսելով սոցիալական քաղաքականությունից, վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում առաջին անգամ միջին թոշակը գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղը։ Նրա տվյալներով 2018 թվականից ստեղծվել է շուրջ 280,000 նոր աշխատատեղ, աշխատավարձերը զգալի աճ են գրանցել, իսկ տասնյակ հազարավոր ընտանիքներ ձեռք են բերել նոր բնակարաններ։ Դատական համակարգի մասին խոսելիս Փաշինյանը նշել է, որ նոր սահմանադրությամբ պետք է անցումային դրույթ նախատեսվի, որի համաձայն
համաձայն գործող բոլոր դատավորները կստանան պաշտոնակատարի կարգավիճակ եւ կվերանշանակվեն միայն համապարփակ բարեվարկության ստուգումից հետո։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում միջին թոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 3 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն թոշակը համապատասխանեցվել է նվազագույն սպառողական զամբյուղին։ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ի վեր բացվել է շուրջ 280 նոր աշխատատեղ, աշխատավարձերը մինչև 75-80%-ով ավելացել են եւ գնաճը ընդհանուր առմամբ եղել է 29%, այսինքն աշխատող մարդիկ ապրում են 50%-ով ավելի լավ։ Եթե այդպես չէ, թող որևէ մեկը ինձ բացատրի, մասնավորապես դեպի Եվրամիություն Հայաստանի Հանրապետությունից ուղևորա հոսքերի 580% աճը։ Եվ այլն, թող որևէ մեկը ինձ բացատրի, թե ինչպես ա եղել, որ 2018 թվականից 54,000 շուրջ ընտանիք նոր բնակարան ա ձեռք բերել։ Ճեպազրույցում վարչապետը նաև անդրադարձել է Աննա Հակոբյանի հետ հարաբերությունների վերականգնմանը։ Փաշինյանը նշել է, որ հարգանքով է վերաբերվել Աննա Հակոբյանի որոշմանը, սակայն միաժամանակ ջանքեր է գործադրել ընտանիքը պահպանելու համար։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։